Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականությամբ ժամը պրոֆեսոր Արմեն Դարփինյանինն է, ով առաջին խոսափողի մոտ է, ես Դավիթ Խումարյանն եմ, երկրորդ խոսափողի մոտ եմ։ Բաժանորդագրվեք մեզ բոլոր սոցիալական հարթակներում եւ գործարար ալիքին, եւ լրատվական ռադիոյին, եւ իհարկե Արմեն Դարփինյանի օգտահաշիվներին։ Ողջույն, պարոն Դարփինյան։ Բարև ձեզ, սիրելի Դավիթ, սիրելի ժողովուրդ, բարև ձեզ։ Մեր վերջին հանդիպումից 1 շաբաթ է անցել։ Ինչ փոփոխություններ եք դուք տեսնում 1 շաբաթ անցած։ Պիտի ասեմ, որ մեկ անգամ եւս մենք ստանում ենք աշխարհի տարբեր ծայրերից հավաստումներ առայն, որ ուժի իրավունքն է գերակայում աշխարհում եւ դրա դեմ կարծես ոչ մի բան չես կարող անել։ Նախագահ Թրամփը հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը իրենցն է, ասաց սա մերն է, արդեն հայտարարեց, որ իրենցն է, այսինքն ուժի իրավունքի դրսևորման ամենաբարձր աստիճանն է։ Նույնը կատարվեց Միացյալ Նահանգների կողմից Վենեսուելայի նկատմամբ։ Նախագահ Պուտինը աշխարհի մյուս ծայրում այցելեց Կուրիլյան կղզիներ, դեմոնստրատիվ կերպով, առաջին անգամ որպես նախագահ նա այցելեց Կուրիլյան կղզիներ, դեմոնստրատիվ կերպով ցուցադրելով, որ սա մերն է, այսինքն ռուսներինն է։ Ռադիո լսողներին ասեմ, ովքեր այնքան էլ լավ չեն պատկերացնում, Կուրիլյան կղզիների հետ Ճապոնիայի հետ վեճ ունի Ռուսաստանը, դեռ սովետական միությունից սկսած, այսինքն այդտեղ ճապոնացիների տեսանկյունից կա վիճելի տարածք, եւ այդ պատճառով է, որ Ռուսաստանի ղեկավարները եւ պետական պաշտոնյաները սովորաբար խուսափում էին այդտեղ գնալու եւ ընդգծելու։ Հիմա կարծես թե այլևս ոչ մեկ չի խուսափում նմանատիպ հայտարարություններ եւ պնդումներ անելուց աշխարհում։ Տեսեք, Կուրիլյան կղզիները պատկանել են Ճապոնիային եւ միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դրա արդյունքներից հետո, երբ Ճապոնիան միացել էր, հիշեցնեմ, ֆաշիստական, նացիստական Գերմանիային, նրանք դաշնակիցներ էին այդ պատերազմում եւ սովետական միությունը հաղթահարեց ոչ միայն պատերազմը գերմանացիների նկատմամբ, նաեւ ճապոնացիների նկատմամբ եւ այդ կղզիները անցան սովետական միությանը, բայց դրանք ի ճապոնական կղզիներ էին եւ մինչեւ այժմ էլ Ճապոնիան չի ընդունել դրանց պատկանելիությունը սովետական միությանը եւ այժմ Ռուսաստանին, դրանք համարելով անգամ միջազգային գրականության մեջ դրանք համարվում են որպես վիճելի տարածքներ, բայց եւ այնպես առաջին անգամ Պուտինը նաեւ սրելով հարաբերությունները հերթական անգամ Ճապոնիայի նկատմամբ այցելեց Կուրիլյան կղզիներ, ֆիքսելով, որ դա Ռուսաստանինն է։ Ես պիտի հիշեցնեմ, որ մի նման դրվագ եղել է նախագահ Պուտինի մասնակցությամբ նաև Հայաստանի նկատմամբ 2013 թվականին Պուտինը վայրէջք կատարեց Գյումրիում։ Այո։ Եվ անմիջապես գնաց ռուսական ռազմական բազա, դրանով նորից դեմոնստրատիվ կերպով ցուցադրելով, որ սա իրենցն է։ Խախտելով պրոտոկոլը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների այցի։ Բայց նորից խոսքը գնում է ուժի իրավունքի դրսևորման մասին։ Պետք է ասեմ, որ մեզ 30 տարի շարունակ, նաև մի քիչ ավել, թվում էր, որ մենք նույնպես այդ ուժի իրավունքի կիրառողներից մեկն ենք այս աշխարհում, եւ Արցախը մերն է, Ղարաբաղը մերն է, եւ մենք այդ պատկերացմամբ, այդ դիտակետից հարաբերվում ենք աշխարհի հետ, Արցախը մերն է, ուժի իրավունքով, որովհետև մեր պատկերացմամբ մենք հաղթել ենք Արցախյան առաջին պատերազմում, այսինքն ոչ թե առաջին, այլ առաջին եւ վերջնական մեր պատկերացմամբ հաղթել ենք այդ պատերազմում եւ ուժի դիրքերից հարաբերվում ենք եւ Ադրբեջանի հետ, եւ Թուրքիայի հետ, եւ աշխարհի հետ։ Բայց իրականության մեջ դա պատրանք էր, որով մենք կերակրում ենք մեր սեփական փառասիրությունը, փաստորեն եւ ուղղակի կերակրում ենք մենք ինքներս մեզ այն պատկերացումներով, որ մեր բանակը ամենաուժեղն է, որը ճիշտ էր միայն մեր զինվորի ոգու տեսանկյունից։ Այո, մեր զինվորը իր ոգու հատկանիշները երևի ամենաուժեղն են եւ ամենազորեղն են այս տարածաշրջանում, որովհետեւ նրանց պայքարը, մեր զինվորի պայքարը արդար էր։
Ղարաբաղյան պատերազմը, հակամարտությունը մեր կողմից արդար էր վարվում, որովհետև խոսքը գնում էր մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին, եւ դա ընդհանրապես տարածքային վեճ չէր մեր կողմից, դա ընդհանրապես ժողովրդի կենսունակության հնարավորության ապահովման համար տարվող պատերազմ էր, որովհետև հակառակորդ կողմը պատերազմում էր իր սեփական ժողովրդի նկատմամբ եւ ուղղակի այդ ժողովրդի փրկության համար էր կատարվում այն ամենը, ինչ կատարվեց, եւ մենք այո ուժի դիրքերից հարաբերվում ենք աշխարհի հետ, ասելով, որ եթե ուժային լուծում ունի Ղարաբաղյան խնդիրը, ապա մենք արդեն լուծել ենք, այո։ Փառասիրության ոչ ամենալավ դրսևորումներ, ամենավատ դրսևորումներից մեկն էր, որովհետև մենք պիտի կարողանանք այդ 30 տարիների ընթացքում ոչ թե ուղղակի գլուխ գովալ, այլ պիտի կարողանանք հիմքերը ստեղծեին այն ուժի, որի բերումով կկարողանանք պահպանել եւ զարգացնել այսօր արդեն Արցախը, բայց մենք չկարողացանք տիրապետել այդ ուժին։ Պիտի ասեմ, որ աշխարհում այն երկրները, որոնք կարող են թույլ տալ իրենց նման արտահայտություններ, դրանք միջուկային երկրներն են։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Պակիստանը, Հնդկաստանը, դրանք բոլորն էլ նմանատիպ դրսևորումներ ունեն։ Իսրայելը, այո, հոլանդական բարձունքներից Սիրիային պատկանող տարածքից նրանք դուրս չեն գալիս, որովհետև դա իրենց անվտանգության։ Մեզ պետք է, մեր համար կարևոր է, մենք տեղ ենք մնալու, այո։ Հիմա այսօր դերերը փոխվել են մեր տարածաշրջանում եւ նույն ուժի դիրքերից հանդես է գալիս արդեն մեր հակառակորդ Ալիևը։ Բարձրացել է մեր բարձունքներ, մեզ պատկանող բարձունքներ եւ դուրս չի գալիս։ Եվ ցավոք սրտի ես չեմ տեսնում որևէ նշույլ, որ դուրս կգա երբևէ։ Մեր այսօրվա իրավիճակից ելնելով եմ ասում եւ միջազգային կարգավորումների, տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, մեր դիրքերից, Ալիևյան դիրքերից, ընդհանրապես հետագա զարգացումների տեսանկյունից ես դեռ չեմ տեսնում նախադրյալներ, որ Ալիևը երբևիցե դուրս կգա մեր տարածքներից։ Սա ես ասում եմ նախազգուշացնելով մեր բոլոր քաղաքական ուժերին, ղեկավարներին եւ ընդհանրապես ժողովրդին, մենք պիտի սրան պատրաստ լինենք։ Քանի որ ուժի դիրքերից է հարցերը լուծվում այսօր աշխարհում, մենք պիտի հասկանանք որն է մեր այդ ուժը։ Մենք դեռևս դա չենք հասկացել։ Միայն խաղաղասիրությամբ չունենալով ուժային որևէ գործոն, գոնե չցուցադրելով դա, թեկուզ եւ ոգու տեսանկյունից, ես կարծում եմ, որ մենք հեռուն չենք գնա։ Բարի խոսքի պատմությունն է, էլի, բարի խոսքի եւ բարի խոսքի ու ավտոմատի, էլի։ Գիտես, այս սարնիմն է, այս ձորնիմն է, այս ծառնիմն է, ծառում մի փչակ եւ այլն, ես տեսնում եմ, որ ցավոք սրտի այս դրսևորումները հետագայում եւս ուժեղանալու են։ Բռնեմ դունչդ, կտրի շունչդ, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, հա։ Սա կլասիկան է հայ գրականության, համաշխարհային գրականության կլասիկան է, բայց այս դունչը բռնելու եւ շունչը կտրվելու հնարավորությունը եւ կամ սրա ապագան մեզ համար նույնպես կարծես թե տեսանելի է։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այսօրվա իրավիճակը հաշվի առնելով եւ զարգացումները տեսնում ենք, որ պատրաստ է գնալ նրան, որ գազի գինը կթանկացնի շեշտակիորեն մեզ համար, իսկ պիտի ասեմ, որ գազի գնի ներկայիս վիճակը, ներկայիս մակարդակը պայմանավորված է, այո, մեր անդամակցությամբ ԵԱՏՄ-ում։ Ամենայն դեպս տեսեք որն էր այստեղ նույնպես այն ծուղակը, որտեղ մենք հայտնվեցինք։ Եթե մենք վերաբերվենք այս ամենին, այսինքն ԵԱՏՄ-ին կամ Եվրոպական միությանը որպես տնտեսական միություններ, իսկ մենք ի սկզբանե կարծես թե հակված ենք այդպես վերաբերվել, որ մենք անդամակցում ենք տնտեսական միությանը, ընդհանուր սահման, ընդհանուր մաքսային կանոններ եւ այլն։
Բայց Ռուսաստանը շատ արագ դա դարձրեց քաղաքական միություն։ Այո, եթե քաղաքականապես մեծ է տես, ուրեմն գազի գինը կլինի համապատասխանաբար, եթե չէ, ուրեմն համապատասխան կերպով կաճի։ Եվ այդ երկընտրանքը մեր առջև դրված էր դեռևս 2013 թվականին, ուլտիմատիվ կերպով, կամ մեզ հետ կամ Եվրոպայի հետ։ Եվ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 2-ին մենք նշում ենք Արցախի անկախության օրը, այո։ Արցախի անկախության օրը, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը, մինչդեռ դրանից առաջ 3 տարի շարունակ Հայաստանը բանակցում էր ամենալուրջ կերպով, բանակցում էր Եվրոպայի հետ ասոցիացման համաձայնագրի շուրջ, բայց այդ որոշումը ուներ իր հիմնավորումը, այդ հիմնավորումը Արցախն էր։ Այո, մեզ էլ ստեղ փորձագետները պրոիշխանական աչքով էին անում, ասում էին, այս տնտեսության հարց չի, մենք ստեղ անվտանգային հարց ենք լուծում, Ղարաբաղը, բան։ Այսինքն մեզ կանգնացրել են երկընտրանքի առջև եւ մենք ըստ էության չունենալով որևէ ընտրություն Ղարաբաղի հարցով պայմանավորված ընտրեցինք ԵԱՏՄ-ն։ Այսօր մեզ նորից կանգնեցնում են նույն ընտրության առջև, բայց մենք արդեն չունենք Արցախը։ Հիմա ինչով են վախացնում։ Հիմա գազի, այսինքն միակ լծակը Ռուսաստանի, պարոն Դարբինյան, մնացել է գազի գինը։ Այո, գիտես, ինչ արեցին բալթյան երկրները։ Ընդհանրապես, եթե ետ գնանք մի քիչ, Վլադիմիր Իլիչ Լենինը, որը եւ սովետական միության կոմունիստական համակարգի եւ այսօրվա Ռուսաստանի գաղափարախոսներից մեկն է եղել եւ կա։ Լենինը ասում էր, որ Գոэлро коммунизм это советская власть плюс электрификация всей страны. Դա Գոэлրոն էր, այսինքն ամբողջ երկրի էներգետիկ համակարգի մի համակարգում հավաքագրելը։ Դա արդեն իսկ ցեմենտավորում էր այդ։ Այո, միասնական էլեկտրական ցանց ստանալու էլեկտրական համակարգ, եւ մենք այդ համակարգում կանք մինչեւ այժմ։ Հա, մինչեւ այժմ մենք կանք։ Ադրբեջանը եւս կա։ Ուղղակի հայ-ադրբեջանական գծերն են խափանված, բայց Ադրբեջանն էլ կա, մենք էլ կանք, Վրաստանն էլ կա։ Կային նաեւ Բալթյան երկրները։ Եվ Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան նույնպես այդ համակարգի մեջ էին։ 14 թվականին 2014-ին, երբ տեղի ունեցավ Ղրիմի Ռուսաստանի կողմից Ղրիմի իրենց պատկերացմամբ ազատագրումը, Ուկրաինայի պատկերացմամբ զավթումը, Բալթյան երկրները եվրոպացիների հետ միասին սկսեցին արդեն շատ լուրջ միջոցներ ձեռնարկել ազատագրվելով այդ միասնական էներգետիկ համակարգից, որովհետև նրանք սնվում էին ավելի շատ եւ տարբեր էր նրանց դիրքերը, իհարկե Էստոնիայում մի դիրք էր, Լատվիայում այլ էր, Լիտվայում լրիվ այլ էր, բայց Լիտվայի դեպքը ես շատ վախենում եմ, որ կտարածվի նաեւ Հայաստանի վրա, ինչու, որովհետև Լիտվան ուներ ատոմակայան, հին սովետական մեխանիզմներով եւ մոդելով ստեղծված ատոմակայան, որը գրեթե նույնատիպ է մեր մեծամորի ատոմակայանի հետ։ Եվ եվրոպական ճնշման տակ Լիտվան ստիպված եղավ փակել իր ատոմակայանը 2009 թվականին։ Հիմա այսօրվա վիճակով Լիտվան արտադրում է մոտ 70, եթե ոչ ավել տոկոս իր էլեկտրաէներգիան ուղղակի արևային կամ հողմային կայանների շնորհիվ։ Զրկվեց փաստորեն, փակվեց ատոմակայանը Լիտվայի։ 14 թվականից սկսած, ինչպես ասացի, սկսեցին միաձուլվել Լիտվա, Լեհաստան, այնտեղ մոտ 200 կիլոմետրանոց էլեկտրագիծ, էլեկտրական հաղորդման լարեր անցկացվեցին, դա լուրջ աշխատանք է, շատ լուրջ։
Ստեղծվեցին համապատասխան ծավալներով հնարավորություններ, որպեսզի հեղուկ գազը Նորվեգիայից բերեն եւ պահեստավորեն եւ օգտագործեն հետագայում էլեկտրաէներգիա ստանալու համար եւ բոլորովին վերջերս բոլոր 3 հանրապետությունները նախկին սովետական հանրապետությունները, Բալթյան պետությունները հայտարարեցին, որ նրանք արդեն ուղղակի ազատագրվել են, այլևս սովետական հին համակարգի մեջ չեն։ Հիմա Ալիևը հայտարարեց, որ բոլորովին վերջերս, որ ադրբեջանական ինչ-որ մասնագետներ մեղրու այդ այդ հատվածում եկել են եւ ուսումնասիրություն են կատարել։ Կիլոմետրի հատվածում ուրեմն ինժեներական աշխատանքներ են իրականացրել, նախագծային աշխատանքներ են իրականացրել, կանխորոշել են, թե որտեղ պիտի տեղակայվեն այն ուրեմն սյուները եւ այլն սյուները, որպես էլեկտրական այդ համակարգը միավորի Ադրբեջանին Նախիջևանի հետ, բայց նաեւ նա թույլ տվեց այն արտահայտությունը, որը ինձ շատ մտահոգեց։ Հայաստանյան ատոմակայանի մասին, որ ատոմակայանը նախ հին սովետական համակարգ է ներկայացնում եւ կառավարվում է ոչ հայերի կողմից։ Ուրեմն բնականաբար ես նորից ետ եմ գնում մինչև 91 թվական եւ պիտի ասեմ, որ եվրոպական մեր գործընկերները Թուրքիայի ճնշման տակ մշտապես մեզ ասել են այն մասին, որ մենք պիտի փակենք ատոմակայանը։ Ատոմակայանը եւ ատոմային էներգիայի արտադրության համակարգը մեր կարևորագույն ռազմավարական առավելություններից մեկն է։ Մենք ուղղակի իրավունք չունենք դրանից հրաժարվելու, ինչ ճնշում էլ ուզում է գործադրվի։ Եվ ես նորից նախազգուշացնում եմ, որ հանկարծ Հայաստանին չվերաբերվեն Լիտվայի տարբերակով։ Փակել տվեցին ատոմակայանը, միացրեցին եվրոպական համակարգին եւ Լիտվային սնում են հիմա արդեն, այսինքն կախվածության մեջ են դրել արդեն եվրոպական էներգահամակարգից։ Մենք ատոմային էներգիա արտադրող երկիր ենք եւ իրավունք չունենք դրանից հրաժարվելու։ Երբ խոսում ենք հայ-ռուսական հարաբերություններից, Դավիթ, իմ կարծիքով հիմա դրանց քիչ թե շատ բարելավման միայն մի եղանակ կա։ Այլ եղանակները, այլ ճանապարհները կարծես սպառված են։ Այդ եղանակը եւ ճանապարհը դա նոր ատոմակայանի կառուցման հարցում ռուսական մոդելի վրա հիմնվելն է։ Ինչու եմ ես ասում, որովհետեւ մենք այնուամենայնիվ տարիների ընթացքում, 50 տարիների ընթացքում ձևավորել ենք որոշակի դպրոց։ Եվ այդ դպրոցը հիմնված է այո ռուսական դպրոցի վրա։ Ռուսական դպրոցը աշխարհի լավագույն դպրոցներից է։ Ռուսաստանը այսօր ատոմակայան է կառուցում եւ կառուցելու է, շարունակելու է կառուցել Թուրքիայում։ Կառուցել արդեն շահագործման է հանձնել Իրանում։ Կառուցում է ներկայումս Եգիպտոսում։ Եվ սրանք երկրներ են, որտեղ հատկապես Եգիպտոսը հայ մասնագետները կարողանային համագործակցության մեջ լինելով ռուսաստանցի մասնագետների հետ եւ Ռոսատոմի հետ իրենց դերակատարություն ունենային այդ խոշորագույն ծրագրերի իրագործման մեջ եւ կարծում եմ, որ Հայաստանը որևէ կերպ չի տուժի, եթե այսօր արդեն հայտարարի, որ մենք այո ատոմակայանը փոխարինելու ենք նորով եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերում Ռուսաստանի հետ դրա կառուցման համար։ Եթե երկուսը կառուցվի, այդ շատ թանկ կլինի մեր վրա, թե ինչ կլինի, բայց խոսում են, որ էներգետիկայի մենք կտրուկ պահանջարկը շատանալու է ԱԲ-ի գործարանների հետ կապված։ Այո, բայց երկու ատոմակայան դա կլինի շատ մեծ շռայլություն։ Դժվար կլինի այսօրվա մեր չափանիշներով դա ապացուցել եւ հաստատել։ Մենք խոսում ենք հիմա 1000-1200 մեգավատանոց ատոմակայանի մասին, որը նորից եմ կրկնում, իմ կարծիքով պիտի լինի ռուսական։ Դες մենք այսօր Ռուսաստանի ազդեցության տարբեր օղակներից կարծես թե սկսում ենք ազատվել։ Փորձում ենք։ Սկսում ենք ազատվել եւ դա նյարդայնացում է բերում ռուս-հայկական հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ եւ գազի գնի մասով համաձայնության գալու
պատժամիջոցները, այսպես կոչված բացարձակ ապօրինի պատժամիջոցները, որոնք այսօր կիրառվում են հայ արտադրողների նկատմամբ Ռուսաստանի կողմից, այդ պատմությանը վերջ տալու լավագույն միջոցն է ատոմակայանի հետագա կառուցման նախագիծը պատվիրել Ռուսաստանին։ Ես կարծում եմ, որ դրանով մենք կհաղթահարենք այն կրիտիկական պահը եւ կետը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, որովհետեւ այլապես Ռուսաստանը այսպես թե այնպես միշտ լինելու է խաղացող այս տարածաշրջանում։ Ասեմ ավելին, այս ուժի իրավունքի կիրառման տեսանկյունից ես չեմ բացառում, որ Թրամփի ադմինիստրացիան եւ Պուտինի ադմինիստրացիան համաձայնության գան եւ ռեգիոնալ տեսանկյունից իհարկե եւ աշխարհը բաժանելու տեսանկյունից։ Ֆիքսենք, որ 50-50 է դրա հավանականությունը։ Շատ վտանգավոր կլինի մեզ համար, եթե մենք հիմա փորձենք, այսպես ասած, ամեն գնով ձերբազատվել ռուսական ճնշումից, ընկնենք, այսպես ասած, ամերիկյան կամ արևմտյան ճնշման տակ եւ ընթացքում հայտնաբերենք, որ դրանք միևնույնն են, հասկանում ես, եւ ինչու եմ ես ասում, որովհետեւ տակավին 3 կարծեմ նախագահ Թրամփը հայտարարեց, որ օրինակ նրանք դադարեցնում են կամ խիստ կրճատում են Հարավային Կորեայի հետ իրենց ռազմական ուսուցողական վարժանքները, որովհետև նախագահ Թրամփը գերազանց հարաբերություններ ունի Կիմ Չեն Իրի հետ, հասկանում ես։ Դրա մասին հայտարարեց։ Իսկ Կիմ Չեն Իրը այսօր գրեթե միակ դաշնակիցն է Ռուսաստանի, հասկանում ես։ Հիմա եթե դաշնակից է, նա էլ դաշնակիցի լավ ընկերն է, այո։ Վերջին հաշվով երևի թե հեռու չէ այն պահը, երբ դրանք այդպես եղբայրություն կստեղծեն եւ մենք կհայտնվենք այդ եղբայրության մեջտեղում։ Պետք չի որպեսզի մենք հայտնվենք մեջտեղում։ Մենք պիտի բոլորի հետ փորձենք վարել ազնիվ քաղաքականություն եւ տես նույն երկաթգծի վերաբերյալ, այո, մենք այսօր խնդիր ունենք, չէ, ասենք երկաթգծի հետ կապված խնդիր ունենք եւ մեր կառավարությունը եւ Փաշինյանը մշտապես դրա մասին շատ քաղաքավարի կերպով խոսում են, այո, խոսում, ասում ենք հիմա ունենք տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու հնարավորություն, բայց դրան կարող է խանգարել Ռուսաստանի կողմից, ՌԺԴ-ի կողմից կառավարվող մեր երկաթգծի համակարգը։ Եկեք պայմանավորվենք, որովհետև չստացի, որ դուք մեզ խանգարում եք մեր վերջին շանսն է, սա ինչ-որ չափով կոմունիկացիոն տեսանկյունից մտնել համաշխարհային համակարգի մեջ, հա, բայց մենք ստանում ենք բացարձակ ոչ ադեկվատ պատասխան, ոչ ադեկվատ, ոչ համագործակցային կամ լռություն ենք ստանում դրա դիմաց, այսինքն մենք չունենք այսօր որևէ դիալոգ այդ ուղղությամբ կոնստրուկտիվ երկխոսություն հայ-ռուսական այսօր գոյություն ունի։ Պարոն Դարբինյան, տպավորություն կա, որ իրենք այդ երկաթգիծը վերցրել են, որ այդ X պահին մենք երբեք չդառնանք համաշխարհային լոգիստիկ ցանցի մի մասը։ Դե հիմա որտեղ եկամուտ sense tenants չէր բերելու այդ երկաթուղին, այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը տեղ տնտեսական հետաքրքրություն ուներ այդ երկաթգիծը վերցնելու։ 2008 թվականին, երբ այդ գործարքը կնքվում էր, ես հանդիպել եմ ՌԺԴ-ի նախագահի հետ, ՌԺԴ-ի ղեկավարի հետ, Յակունինի հետ, այո։ Այդ արարողությունից հետո, երբ նրանք կնքեցին այդ համաձայնագիրը, ես ճաշի էի մասնակցում, իր մասնակցությամբ ես հարց տվեցի, ասացի, հիմա դուք սա վերցնում եք, գիտակցում եք, որ մեր շահը կայանում է նրանում, որ մենք կարողանանք, ասենք օրինակ, հայ-իրանական երկաթգիծ ունենալ, հայ-թուրքական գիծը բացենք։ Դուք միանալու եք մեզ այս մեր ջանքերի մեջ, որտեղ մեր ջանքերը կարող են լինել միայն դիվանագիտական, իսկ բիզնեսի տեսանկյունից եւ համաշխարհային առևտրի կազմակերպման տեսանկյունից դուք պիտի լինեք այստեղ, ասած մենք հաշվարկել ենք հայ-իրանական ճանապարհը բան չունի, ապագա չունի, որովհետեւ արդյունավետ չի լինելու։ Դե հիմա ես եմ հարցնում, արդյունավետ չի լինելու։ Ինչու եք խառնվել իրար այդ դեպքում։ Ինչու եք խառնվել իրար։ Թողեք մենք մեր յուղով տապակենք։ Մենք մեր անարդյունավետ ճանապարհը սարքենք։ Հիմա դրա եմ ասում, այսինքն քանի որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ Ռուսաստանի հետ եւ շարժվում ենք բոլոր այդ խնդիրների ուղղությամբ շարժվում ենք ոչ իրենց համար եւ իրենց պատկերացմամբ նպաստավոր ճանապարհով,
գոնե կամ մեկ ճանապարհ, որտեղ ես կարծում եմ, որ եւ նպաստավոր է իրենց համար, եւ վնաս չէ մեզ համար, նաեւ օգուտ է մեզ համար, դա ատոմակայանի թեման է։ Չգիտեմ իհարկե ինչ պայմանավորվածություններ կան մեր կառավարության եւ ամերիկացիների միջեւ ատոմակայանի հետ կապված։ Չեմ բացառում, որ այնտեղ նույնպես կան խոստումներ եւ կա համապատասխան համաձայնություն, բայց ես կարծում եմ, որ իրավիճակը բալանսավորելու եւ խաղի տեղ թողնելու լավագույն հնարավորությունը դա ատոմակայանի շուրջ ռուսների հետ բանակցությունն է։ Կարծում եք ռուսները բալանսավորված քաղաքականությանը դեռ համաձայն են։ Դավիթ, ամեն դեպքում մեր ձեռքում հիմա իրենց հետ բանակցություններում որևէ քարտ չկա։ Միակ քարտը, որ կարող է լինել, նորից եմ ասում, մեզ համար ոչ վնասակար, նաեւ որոշ չափով օգտակար եւ միգուցե նաեւ օպտիմալ, դա ատոմակայանի կառուցումն է։ Վերջին հաշվով մենք շատ ատոմակայանը գոյություն ունի արդեն 50-ից ավել տարիներ եւ դրա ռեսուրսը անընդհատ ավելացվել է հիմա մինչեւ 36 թիվն է եւ կա պոտենցիալ մինչեւ 46 թիվը ավելացնելու, բայց դա նույնպես կախված է Ռուսաստանից, որտեվ նրանք պիտի ավելացնողը նրանք են, այո։ Տեխնոլոգիական համապատասխան ներդրում պիտի իրականացնեն, որպեսզի եւս 10 տարի մենք հնարավորություն ունենանք դա շահագործելու։ Այլապես, եթե մենք ատոմականել ենք այսօր կամ հրաժարվում ենք կամ տալիս ենք ոչ ռուսներին, դա նշանակում է, որ մենք մեր ձեռքերում խաղակարդ չենք թողնում։ Իսկ ապագայում, եթե մենք տեսնենք եւ զգանք, որ տեղի ունենում մերձեցում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը, մենք հայտնվենք ծուղակում եւ ես ուղղակի դրա մասին զգուշացնում եմ այսօր մեզ բոլորիս։ Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր տեղը դերը այս տարածաշրջանում ամրապնդենք ոչ թե կամ դիլեմայի միջոցով, այլ փորձենք բոլոր հնարավոր խաղացողների հետ ունենալ առանձին հարաբերություններ։ Մասնավորապես մենք անցյալ անգամ խոսեցինք Ղազախստանի գործոնի մասին։ Ես կարծում եմ, որ ԱՊՀ տարածքում, ԵԱՏՄ տարածքում, անգամ ՀԱՊԿ տարածքում Ղազախստանը մեր լավագույն դաշնակիցն է եւ կարող է լինել մեր լավագույն պաշտպանն է, որովհետեւ Ղազախստանը ամենաամուր կերպով պաշտպանում է իր սեփական ինքնությունը, իր սեփական անկախությունը եւ դրանով իսկ նաեւ կպաշտպանի պոտենցիալ մեր անկախությունը։ Բացի դրանից շահառուներից մեկն է, խոշոր շահառուներից մեկն է ճանապարհի բացման եւ մենք պիտի նաեւ դրանից օգտվենք, նաեւ գաղտնիք չէ, որ մեր կառավարությունը առաջարկել է Ղազախստանին վերցնել այս երկաթգծի կոնցեսիան եւ կառավարումը վերցնել իրենց ձեռքը։ Ղազախական երկաթգիծը բավական նորմալ վիճակում է գտնվում։ Այնտեղ կառավարիչները ուսուցանել են շվեյցարական համապատասխան համակարգերում, ուսումնասիրել են, տիրապետում են լավագույն փորձին եւ կարծում եմ, որ այստեղ Հայաստանի առաջարկությունը ողջամիտ է։ Ղազախական կոնցեսիան փոխարինել ռուսականը ղազախականով։ Ամեն դեպս ես կառաջարկեի, որպեսզի մեր պետությունը շատ ավելի սերտ համագործակցության մեջ մտնի այդ հնգյակի հետ, կենտրոնական Ասիայի 5 երկրների հետ, որոնք արդեն դրսևորել են իրենց անկախությունը եւ որպես գործոն հանդես գալու իրենց վճռականությունը տարածաշրջանում։ Նրանք առանձին աշխատում են հնգյակը Չինաստանի հետ, հնգյակը Միացյալ Նահանգների հետ, հնգյակը Ռուսաստանի հետ եւ գիտես Դավիթ, Ադրբեջանը փորձում է միանալ այդ հնգյակին։ Իր հեղինակությունը օգտագործելով փորձում է միանալ այդ հնգյակին։ Դե հնգյակը տեսակ անհարմար է զգում նրան ասել, որ չէ, գիտես բան, բայց ստիպված ամոթից, այսպես ասած, ելնելով ընդունում են մեկ ասենք իրենք 6-ով են հավաքվում, բայց հատուկ ընդգծում են, որ սա 5-ն են եւ մեր եղբայրը, 5-ն ենք եւ մեր եղբայրը։ Հիմա գիտես ինչ, իմ կարծիքով մենք եւս պիտի կարողանանք այդ հնգյակին որպես եղբայր միանանք, որովհետեւ ամեն դեպքում եթե մենք խոսում ենք տարածաշրջանային ապաշրջափակումից եւ այս համակարգերի ապասառեցումից, ապա
այդ հնգյակի եւ հատկապես Ղազախստանի եւ Ուզբեկստանի դերը այստեղ հսկայական է լինելու, շատ մեծ է լինելու։ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը շահագրգիռ են եւ Ղազախստանի եւ հատկապես Ուզբեկստանի ռեսուրսներից օգտվելու եւ այս ճանապարհը օգտագործելով այդ ռեսուրսները ստանալու։ Մենք պիտի կարողանանք այստեղ եւս գործոն լինել եւ չթողնենք այս ամեն ինչը Ադրբեջանին։ Գիտես ինչ, Ալիևը հայտարարում է, որ այս ճանապարհի բացումը դա իրենց երազանքն է եղել։ Տասնամյակների ասած երազանքն է եղել, մեր երազանքն է եղել, հա։ Հիմա մեզանից է կախված, թե երազախապ անել արդեն չենք կարող, ցավոք սրտի, հա։ Հիմա ասենք, այո, հիմա մեզանից է կախված, մենք այդ Ալիևի երազներում մենք ինչ-որ տեղ ունենալու ենք, թե ոչ։ Փայկա մեզ։ Կարող է նրա համար լինել ոչ այնքան ընդունելի, ընկալելի կամ հաճելի, բայց մենք պիտի մեր տեղը ունենանք այդ երազների մեջ, որ մեկ ինքը արթնանա, այսպես ասած, գոնե վախենա, նո, չվախենա, բայց ասենք վախենալ կարող է նաև վախենալ, բայց արթնանա զգոնությամբ, հասկանում ես, բայց այդ երազներում մեր տեղը եւ դերը մենք ինքներս պիտի փորձենք գտնել։ Ալիևին այցի էր եկել Ուկրաինայի նախկին նախագահ Յուշենկոն, որը ես ճանաչում եմ Յուշենկոին դեռևս կենտրոնական բանկում աշխատելու ժամանակահատվածներում, նա ուկրաինական նացիոնալ դեմոկրատական շարժման հիմնադիրներից է, այսինքն ռուսական պատկերացմամբ նա ուկրաինական նացիոնալիստ է։ Առաջին Մայդանի թեկնածուն։ Նա ուկրաինական նացիոնալիստ է ռուսների պատկերացմամբ։ Պատկերացմամբ նա նորմալ ուկրաինացի է, իր ինքնությունը ճանաչող եւ որը որ նաեւ պարտադրում է ինքնությունը պիտի հարգես։ Հիմա այդ իմաստով մենք էլ հայ նացիոնալիստ ենք, մենք պարտադրում ենք որպեսզի հարգեն մեր ինքնությունը, չէ։ Հիմա նա հյուր էր եկել Ալիևին, ամեն ինչի մասին խոսել են համագործակցության եւ այլնի մասին, եւ վերջում Ուկրաինայի դեսպանը Ալիևին նվիրել է Իրպենի պատվավոր քաղաքացու կոչումը եւ համապատասխան կրծքանշանը։ Իրպենը դա Կիևի հարվարձանում գտնվող հրաշալի տարածք է, իրենց բարվիխան է, այսպես ասած, մեր ձորախփյուր է երևի, շատ գեղեցիկ տարածք է, այնտեղ եղել եմ բազմիցս անգամ, իրենց պետական այրերը եւ օլիգարխները այնտեղ ամեն մեկ իր առանձնատունն ունի։ Ենթադրում եմ, որ Ալիևին եւս հող են նվիրել եւ առանձնատուն կառուցելու համար կամ արդեն կա այդ առանձնատունը, պատվավոր քաղաքացու կոչում նշել։ Եթե տեղ են տվել, կարային Աբալոնին է, տային կարային Կիևին է հենց, տային տվել են Իրպենին։ Իրպենի պատվավոր քաղաքացի։ Երևի այդտեղ Ալիևը։ Կա ինչ որ անշարժ գույք։ Հաստատ բանա հաստատ նշված չի դեռ նրա բանում հայտարարագրում այդ հողը, բայց ես կռահում եմ, որ ասեն հետաքննող լրագրողների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքը։ Կռահում եմ, որ կարող է արդեն այնտեղ կառուցված է համապատասխան առանձնատունը, բայց ինչ եմ ուզում ասել, մեր արտգործ նախարարի տեղակալը եղավ նույնպես Կիևում այս ընթացքում եւ բանակցեց Ուկրաինայի ղեկավարության հետ։ Ընդհանրապես ինտենսիվացել են հայ-ուկրաինական շփումները, դրանք կարելի ասել զրոյ էին հավասար Ղարաբաղյան հակամարտության ամբողջ ժամանակահատվածում, ինչը այնքան էլ գոհացուցիչ չէր, որովհետև մենք բացի ամեն ինչից այնտեղ ունենք շատ լուրջ սփյուռքի տարածվածություն եւ ունենք նաեւ պատմություն հայ-ուկրաինական հարաբերությունների եւ ընդհանրապես Կիևում մեր հետքերը բավական լուրջ են եւ այդ հարգանքի երկուստեք հարգանքի ցուցադրումը ես կարծում եմ որ օգտակար է դրանք բայց դա պիտի չստանա նորից ասենք դեմոնստրատիվ հակառուսական երևում է էլի որ այդ է պատճառը այսինքն մեր ազգային ժողովի նախագահն ընտրվել է առաջինը զանգել է Ռադայի ղեկավարին հետո Մատվիենկոին դե տենց շնորհք չի էլի այդ լավ սենց նես չի էլի մեր ռադիոլսողները գիտեն ես Ռուսաստանի ֆանատը չեմ բայց մեկա սա շնորհք չի Դավիթ այսպես էլի պիտի մենք դա երկկողմանի շարժման
անհրաժեշտություն կա, ճանապարհը պիտի լինի երկկողմանի։ Մենք այն կողմից հարգալից վերաբերմունք չենք ստանում, ցավոք սրտի։ Չնայած վերջին հեռախոսախոսակցությունը Փաշինյան-Պուտին տեղի ունեցավ, այսինքն առնվազն Փաշինյանը զանգահարում է, Պուտինը վերցնում է խոսափողը, դա քիչ չի, վերցնում է եւ ուրեմն կարևոր չի, շնորհավորում է թե չի շնորհավորում, վերցնում։ Դիալոգը ասում բա ում հետ է խոսում, ասում այդ դեպքում կարևոր չի, դա իր խնդիրն է։ Քաղաքավարության դրսևորման հնարավորություն դեռևս կա իմ կարծիքով եւ կդրսևորվի, եթե ողջամտությունը հաղթահարի այս հայ-ռուսական հարաբերություններում, հենց ամեն դեպքում պիտի բալանսավորվի այս ամեն ինչը, նորից մենք կորցրել ենք Արցախը եւ այլևս կորցնելու բան չունենք, եթե մինչեւ այժմ այդ դիլեմման, որը մեզ ներկայացվում էր կամ եւ մեր ընտրությունը պայմանավորված էր միայն նրանով, որ Արցախը կպաշտպանվի Ռուսաստանի կողմից, բայց նորից հավերժ բարեկամներ չկան, կան հավերժ շահեր եւ այդ շահերը նույնպես փոփոխվում են։ Մեծ հաշվով մեր շահը կայանում է նրանում, որպեսզի մենք այս տարածաշրջանում որպես քրիստոնյա ունիկալ ցիվիլիզացիոն արժեք ունեցող երկիր, մշակույթ կրող ժողովուրդ կարողանանք մեր տեղը ֆիքսել եւ ամրապնդել այս աշխարհում, իդեպ քրիստոնեությունը համարելով մեր կարևորագույն ինքնության կարևորագույն հատկանիշներից մեկը եւ այս իմաստով իհարկե կհորդորեի նորից եւ պետությանը եւ եկեղեցուն ուշքի գալ եւ գտնել լուծումը, որը վեր կհանի, կբարձրացնի եւ եկեղեցին եւ պետությունը եւ եթե գնալու ենք սահմանադրական փոփոխությունների, ապա նոր սահմանադրությունում անպայման պիտի ֆիքսվի քրիստոնեությունը որպես արժեք, որը գործող սահմանադրությունում չկա, այդ բառը ընդհանրապես չկա։